Ուրեմն մեր այսօրվա թեման գարնանային գիշերահավասարն է, նորացում և ներքին հավասարակշռվածություն։ Տարվա յուրահատուկ կետերից մեկն է, երբ օրն ու գիշերը հավասարվում են։ Ու սա ոչ միայն աստղագիտական երևույթ է, այլև խորը էներգետիկ անցում է։ Այն խորհրդանշում է վերածնունդ, հավասարակշռություն, նոր սկիզբ։ Մի խոսքով, բնությունը արթնանում է և նույն գործընթացը տեղի ունենում նաև մեր ներսում։ Ուրեմն գիշերահավասարի էներգիան հիշեք, որ նման է դարպասների։ Դա հենց անցումն է, հնից դեպի նորը։ Սրա ժամանակ մեզ համար բոլորիս համար շատ կարևոր է, որպեսզի մենք մաքրենք հինը ու հիշեք, որ բազմաշերտ ենք, ոնց որ դարերով եկել ենք, հավաքել ենք, կարծրացրել ենք, դարձրել ենք պինդ նյութ, այդպես չասեմ տարերով պետք է մաքրենք, բայց շերտ մենք մաքրելու ենք, այսպես ամեն թուփը հերթով կամ թերթիկը բացելով, մաքրելով, ազատվելու ենք ու մենք միջից դուրս ենք գալիս որպես մաքուր ծիլ, այսպես մոտավորապես, okay? Ուրեմն մաքրում ենք հինը, բացում ենք մեր առաջնոր հնարավորություններ ու վերակառուցում ենք մեր ներքին կառուցվածքը։ Ովքեր որ մեր ակադեմիայում սովորում են, նրանք գիտեն, որ մենք տարբեր նյութերից ենք բաղկացած ու հենց ուսումնասիրում ենք մեր բաղադրությունը։ Բաղադրությունը ուսումնասիրելուց հետո փորձում ենք արդեն ամեն ինչ իր տեղը դասավորել ու փորձում ենք վերակառուցել մեր բոլոր մարմիններում առաջացած նյութերը։ Ու հիմնականում մեծ մասամբ մարդիկ զգում են հոգնածություն, հուզական էմոցիոնալ տատանումներ կամ հակառակն էլ կարող է ստացվել, օրինակ կարող է լինել ուժի աճ, ինչպես որ ասենք իմ մոտ այս վերջերս, ու կարելի ասել, որ սա բնական էներգիայի վերադասավորում է։ Այս գիշերահավասարը հիմնականում կախված է, ավելի շուտ կապված է հավասարակշռության հետ։ Իսկ այս հավասարակշռությունը հիմնականում մեր ներքին հավասարակշռությունն է, էլի, որ մենք պետք է մեր հենց ներսում պահպանենք։ Եվ մեր ներսում գոյություն ունի երկու ուժ։ Մեկը դա արական գործողություն, տրամաբանություն, նպատակ ուժն է, իսկ մյուսը իգական զգացողություն, ընդունում և էներգիայի հոսք։ Երբ դրանք անհավասար են, մարդը զգում է լարվածություն, խառնաշփոթ վիճակում է հայտնվում, նույնիսկ շատերը դեպրեսիայի մեջ են ընկնում ու այս վերջերս շատ մարդկանց հետ եմ զրուցել, ովքեր որ իրոք ծանր դեպրեսիա են տանում։ Դա հենց մեր ներքին անհավասարակշռությունից է, երբ մեր մեջ այդ երկու էներգիաները հավասար վիճակում չեն գտնվում։ Երբ դրանք ներդաշնակ են իրար հետ, հենց մեր ներսում, առաջանում է մեր մեջ պարզություն, խաղաղություն, վստահություն, ընդունման ցանկություն, երջանկություն, ուրախություն, ահա այսպիսի հարմոնիկ էներգիաներ են մեր մեջ առաջանում։ Հիմա ինչպես է գործում ընդունումը ու ամբողջականությունը։ Երբ որ մենք սկսում ենք մեր մեջի լույսն ու ստվերը ընդունել, մենք դառնում ենք ամբողջական։ Շատ կարևոր է այս ընթացքում, ինչ էլ ուզում է լինի, ով ինչ ուզում է ասի, դուք ինքներդ ձեր հետ ազնիվ ու արտար լինեք։ Ինչ է նշանակում սա ազնիվ ու արտար լինելը, երբ որ մենք մեր մեջ և լույսը, և խավարը տեսնում ենք, ընդունում ենք և դարձնում ենք մեր իսկական ուժը։
Քանի դեռ մենք պայքարում ենք մեր բոլոր մասերի դեմ, հնարավոր չէ լինել ամբողջական։ Պատկերացնում եք, այսինքն դա նշանակում է, որ մենք դեռ դուրս չենք եկել այդ կապմանի երանգյան միջից։ Ու հիմա այլևս այդ հին ծրագրերը ընդհանրապես ակտուալ չեն, նրանք ուղղակի չեն աշխատում, ֆունկցիոնալ չեն։ Ոնց որ վերցնենք առաջվա այն Nokia հեռախոսը ու ասենք այդ հեռախոսի մեջ մենք ուզում ենք Skype ունենալ ու Skype-ով խոսել կամ տեսա հոլովակի նման խոսել։ Հա, հնարավոր չէ։ Չգիտեմ ով է, բայց եթե հնարավոր է, փակեք ձեր երեխեք ջան, փակեք ձեր կամերաները, հա, եթե հնարավոր է։ Չի ուզենա ոչ մեկին։ Okay, գնացինք։ Մտքից թելը կտրվեց, բայց քանի դեռ մենք այդ հին ծրագրերով ենք փորձում առաջ գնալ, այս նոր աշխարհում միշտ լինելու ենք խառնաշփոթի մեջ, պայքարի մեջ, եւ հա, երբ որ մենք ուզում ենք, որ Nokia հեռախոսը աշխատի հին, այն չգիտեմ որ համարները աշխատի այնպես ինչպես այսօր ասենք iPhone 17-ը, հա, չնայած 15-ն էլ այդպես կաշխատի, դա հնարավոր չէ, որովհետև այդ ծրագրերը այլևս ակտուալ չեն ու այդ հեռախոսի կարգավորումները համակարգը ինքը ուղղակի չի համապատասխանում այսօրվա մեր ունեցած հնարավորություններին։ Դրա համար ինչին է հանգեցնում ընդունումը։ Մենք դառնում ենք կամ ձեռք ենք բերում ներքին ազատություն։ Մենք ձեռք ենք բերում ներդաշնակություն։ Մեր մեջ ավելի խորանում ու ավելի հաստատվում է սերը դեպի քեզ։ Երբ որ մենք ունենում ենք սերը դեպի քեզ զգացողությունը, մենք նաև այդ զգացողությունը ունենում ենք դրսի աշխարհի մարդկանց հանդեպ։ Ու հենց այսպես սկսում է ձևավորվել մեր նոր իրականությունը։ Ու այս գարնանային գիշերահավասարը իդեալական պահ է, որպեսզի մենք վերանայենք մեր նպատակները, ընտրենք նոր իրականություն, ձևավորենք կամ ձևավորենք նոր մտադրություններ, ինքներս մեզ հարցնենք. ինչ եմ ուզում ստեղծել ես հենց այս տարվա մասին։ Այսինքն ինքը հենց նորի սկիզբն է։ Ինչ եմ պատրաստ միշտ բաց թողնել։ Ընդմիշտ բաց թողնել, այսինքն հրաժարվել։ Որտեղ եմ ուզում ես աճել, զարգանալ, ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ։ Որտեղ եմ ուզում։ Դրա համար հիմա այս պահին ես շատ կուզենամ, որ մենք հնարավորինս կարողանանք մեր մեջ ակտիվացնել կանացի ու արական էներգիաները, որոնք որ շատ կարևոր են, կամ ներդաշնակության բերենք, որովհետև հնարավոր չէ այս դարպասները անցնել, երբ որ մեր մեջ ներդաշնակությունը ընդհանրապես տեղ չի գտել։ Հիշեք, որ մենք դեռ չունենք հենց այն կարողությունները, որոնք որ իրականում նախատեսված է արարչի կողմից, որպեսզի մենք ունենանք,
Այսինքն գոյություն ունեն հաճախ անտեսանելի երևույթներ հենց այն խորքային մակարդակներում, որոնք որ մենք դեռ չենք կարող տեսնել։ Դրանք տեղի են ունենում հենց մեր ներսում։ Պրակտիկայի հարյունքի մարդ է կա մեր դրի, որ նայի պրակտիկա է։ Հասկանում եմ, որ նոր եք միանում, բայց եթե հնարավոր է, հնարավորինս հենց այդ նոր մուտքի ժամանակ գոնե ձայնը փակեք, որովհետև ձայնագրում եմ ու կուզենամ, որ չնայած կկտրեմ։ Լավ։ Ոնց ասեցի, գոյություն ունեն հենց այն խորքային մակարդակներում այնպիսի անտեսանելի նյութեր, անտեսանելի երևույթներ հենց մեր ներսում, որոնք որ մենք դեռ չենք կարող տեսնել, սակայն արարչի նպատակն է դա, կամ հենց պատկանում է նրա ծրագրին, որ մենք պետք է սկսենք սովորել այդ ամեն ինչը տեսնել, կամաց ճանաչել։ Մենք սովորենք ուշադրություն դարձնել միայն այն բաների վրա, որոնք անմիջապես տեսնում ենք, շոշափում ենք, բայց ստացվում է, որ մենք զգում ենք, որ կա խնդիր, բաց է մնացել ինչ-որ մի խնդիր, ու մենք դեռ չենք կարող աշխատել դրա վրա, կամ չգիտենք ինչպես սկսենք, որտեղից սկսենք, ինչպես աշխատենք, բայց հասկանում ենք, որ աշխատանք է պետք տանել։ Ու ճշմարտությունը այն է, որ ամենակարևոր փոփոխությունները, հիշեք, որ միշտ տեղի են ունենում կուլիսներից այն կողմ։ Այսինքն մենք չենք տեսնում դա։ Ինչպես որ ես ասեցի, անտեսանելի են։ Դրանք այն գործընթացներն են, որոնք մենք միշտ չէ որ գիտակցում ենք, բայց որոնք արդեն փոխում են մեր մտածողությունը, փոխում են մեր ընկալումը, աշխարհայացքը, մեր մարմինը, եւ հենց դրա համար շատ կարեւոր է սովորել ոչ թե պարզապես հավատալ, այլ ուսումնասիրել, դիտարկել, ստուգել։ Ինչպես է այս ամեն ինչը տեղի ունենում հենց ձեր կյանքում։ Այսօր, օրինակ ես մի քիչ առաջ կիսվեցի, չէ, որ դիտարկելուց հետո հասկացա, որ մի հատ այլ կարգի եմ գիտակցում այս ամեն ինչը։ Հիշեք, որ դուք ձեր կյանքի, ձեր փորձությունների, ձեր ճանապարհի միակ ամենակարևոր վկան եք։ Ձեզանից բացի ուրիշ ոչ մեկ չի կարող այդպիսի վկա լինել։ Դրա համար եկեք մի քիչ մանրանամ, անցնենք հենց այն գործընթացներին, որոնք որ հիմա ակտիվ են ու դրա կարիքը մենք շատ ունենք։ Ուրեմն այս պահին տեղի են ունենում կարևոր էներգետիկ միացումներ մեր սրտի հենց դաշտում եւ երկիր մոլորակի էլի սրտի էներգետիկ դաշտի հետ։ Ամեն դեպքում քանի որ մոլորակներն էլ են կարողանում անցնել այս փոփոխությունները կամ այս վերափոխումները, մենք գտնվելով երկիր մոլորակի հետ, մենք էլ ենք նրա հետ զուգահեռ փորձում հարմարվել կամ վերակառուցվել ավելի շուտ, հա, վերադասավորվել այդ ծրագրերին, այդ էներգիաներին։ Դրա համար փոփոխությունները տեղի են ունենում զուգահեռ եւ մեր մեջ եւ երկիր մոլորակի մեջ։ Ու ուղղակի հիշեք, որ այս ամենը գաղափար չէ, այն իրական գործընթաց է ու որը նաեւ կարելի է զգալ։ Մենք աստիճանաբար դադարում ենք լինել միայն ընդունողներ, հա, մենք արդեն կամաց սկսում ենք տալ, դառնում ենք գեներատորներ։
Ինչպես որ ես այս վերջերս կիսվում եմ ու ասում եմ, ավելի շատ կիսվում եմ իմ փորձերով, որ կարողանում եմ էներգետիկ առումով կամ էներգիաները ուղղելով, կենտրոնացնելով ինչ-որ միտեղ փոխել իրականությունը։ Ու հիշեք, որ երբեք ոչ մեկս չեն կարող ասել, թե վաղը մյուս օր ինչ կարող է լինել, որովհետև այսօր հենց արդեն մենք աշխատում ենք այն իրականության վրա, որը որ ստեղծում է մեր վաղվա օրը։ Դրա համար ես կիսվում եմ հենց թարմ տեղեկություններով, որոնք որ անմիջապես եմ ստանում, որոնք որ ինքս եմ անցնում ու ուզում եմ, որպեսզի դուք էլ ինչքան հնարավոր է, ովքեր որ հետևում են ինձ ու ցանկություն ունեն վերափոխվելու, ավելի հեշտ ու ավելի թարմ զուգահեռ այս իրադարձություններին համընտած, այնպես որ հետևեք ու միշտ եղեք ինձ հետ, որպեսզի ամենակարևոր ու առաջնային կարևոր ինֆորմացիաները ստանաք ու կարողանաք արագ գործել։ Հիմա մենք դառնում ենք ոչ միայն ընդունողներ, նաև դառնում ենք գեներատորներ։ Այսինքն ոչ միայն մենք ստանում ենք էներգիա, այլև փոխանցում ենք այն աշխարհին։ Եվ ուզում եմ ասել, որ դա ոչ միայն ես կարող եմ, այլև կարող եք դուք։ Ընդամենը պետք է որ բոլորդ կարողանաք ձեր վրա աշխատել եւ ձեր ներսի խավարը դեպի դուրսը դարձնել։ Եթե նկատել եք, ձեր մոտ էլ այդ փոփոխությունները տեղի ունեցած կլինեն, մարմնում, օրինակ զգացմունքների հետ կապված էլ, հույզերի հետ կապված նաև, որ առաջվա պես դուք չեք ուզում շատ ուտել, չէ՞։ Առաջվա պես դուք չեք կարող ծանր ուտելիք ուտել, ոնց որ մի տեսակ մարմինը ավելի պարզ ուտելիք է ուզում, չէ՞, ավելի պարզ սնունդի է ձգտում, կամ օրինակ սկսել եք ավելի շատ ջուր խմել, չէ՞։ Ինձ թվում է հաստատ շատերիդ մոտ է այս փոփոխությունը տեղի ունեցել։ Օրինակ ես վաղուց այլևս այն ծանր ճաշատեսակները էլ չեմ պատրաստում ու մեր տանը մենք էլ չենք կարող այդ ճաշատեսակները ուղղակի մարսել։ Մի քանի անգամ պատրաստելուց հետո ես հասկացա, որ դրանք արդեն հին են։ Այլևս չեն ծառայում մեզ էներգետիկորեն։ Եվ սա պատահական չէ, սա նշան է, որ մեր համակարգը անցում է կատարել կամ անցում կատարելու փուլին է դեպի ավելի նուրբ էներգիայի աղբյուրներ։ Ու այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ խոսքը ոչ թե հենց հրաժարման մասին է, այլ հենց վերակառուցման։ Ու երբ որ դուք ինքներդ դառնաք ու սկսեք ուշադրություն դարձնել ձեր մարմնին, կհասկանաք, որ մեր մարմինն է մեզ ուղղորդում, մեր մարմինն է մեզ ճանապարհ հիմա բացում ու ինքը ընտրում է ամենաթեթև ճանապարհը, ամենահեշտ ճանապարհը մեզ համար։ Ու այս ամբողջ գործընթացում կա մեկ կենտրոնական բան։ Դա սիրտն է։ Սրտի էներգետիկ դաշտը հիմա շատ ակտիվ է։ Եվ ես խորհուրդ կտամ, որպեսզի բոլորդ մոտենաք ձեր սրտին։ Սա շատ կարևոր նրբություն է։ Ցանկացած ուժեղ էմոցիա կարող է խաթարել հոսքը։ Ոչ մի բացասական էներգիա չի կարող մարմինը թեթև վիճակում թողնել։ Այն այնքան ուժեղ էմոցիաներ է ուղղորդում մեզ կամ ուղարկում, հա, այդ բացասական էներգիաները, որ մենք չենք կարողանա մնալ դրական էներգիաների վրա ու
կստացվի, որ մարմինը կսկսի ծանրաբեռնվել։ Դրա համար դրական էմոցիաները շատ կարևոր են մարմնին թեթևություն տալու համար։ Հատկապես ուշադրություն դարձրեք վիրավորանքի, երբ որ վիրավորվածություն ունեք դուք ինչ-որ մեկից, կամ զայրույթի մեջ եք գտնվում, կամ հիասթափության մեջ եք գտնվում, կամ ձեր մեջ ինչ-որ հույզեր են վերև բարձրանում, որոնք որ տհաճ են, որից որ դուք ձեզ լավ չեք զգում, հիշեք, որ սրանք մեր մարմնին ուղղակի ծանրացնում են, դա նույն հենց այն սնունդն է, այսինքն հավասար է հենց այդ սնունդին, որը որ մեր մարմնի մեջ ծանրություն է առաջացնում։ Ու նման է հավասար է այն բեռերին, որոնք որ ասենք անցյալ կյանքերից ենք բերել կամ նաև այս կյանքում ենք ձեռք բերում։ Ու այս վիճակները շատ արագ փակում են մեր սրտի հոսքը։ Այստեղ մենք արդեն չենք կարողանում մեր սիրտը բաց պահել։ Ու մարմինը անմիջապես արձագանքում է։ Մարդը զգում է ծանրություն, թուլություն, երբեմն նույնիսկ դատարկություն։ Երբ որ դուք այս հուզումների, այս զգացողությունների մեջ եք, հիշեք, որ ուրեմն ինչ որ մի բալանս ձեր մեջ խախտված է, ինչ որ միտեղ չկա ներդաշնակություն, ինչ որ միտեղ խախտված է հոսքը դեպի սիրտ, ու սիրտը ուղղակի բաց չէ։ Այդ պատճառով հիմա ամենակարևորագույն հմտություններից մեկը դա էմոցիոնալ հավասարակշռությունն է մեր մեջ, շատ կարևոր է, ոչ թե զգալ, այլ ուղղակի չպետք է մնալ այդ վիճակներում, ամենա ճիշտ վիճակը դա նեյտրալ լինելն է, չեզոք լինելն է, ու այս ամբողջ փուլում կա հիմնական ուղղություն, որոնց վրա պետք է անմիջապես ուշադրություն դարձնել, առաջինը մենք պետք է պահենք մեր սիրտը բաց, իսկ երկրորդը դա լույսով, գիտակցված լույսով լցվելն է, կամ գիտակցված ձևով լույսով լցվելն է, այսպես մոտավորապես, այսինքն այս քայլի մեջ շատ կարևոր է գիտակից լինելը, ինչ որ ես այսօր այն ամենասկզբից կիսում էի ձեր հետ, գիտակից վիճակում լինելն է։ Հիմա եկեք առաջարկում եմ մի շատ պարզ, բայց ուժեղ վարժանք, որը կարող եք անել ամեն երեկո քնելուց առաջ, որը որ կօգնի, որպեսզի ձեր սիրտը ավելի բաց լինի, կամ որպեսզի թողնենք այդ հոսքը մտնի մեր սիրտ։ Ուրեմն փակեք աչքերը, որպեսզի ավելի լավ կարողանաք կենտրոնանալ, նրանք ովքեր սովոր են բաց աչքերով վարժանքները անել, այսինքն հայացքը սառեցնել ու ֆիզիկական մտածողությունը պահել, նրանք կարող են անել բաց աչքերով, իսկ ովքեր չեն կարող են աչքերը փակել։ Եվ որպեսզի մենք ուրիշ տեղ չգնանք մտքով, այստեղ ու այնտեղ, բոլորիս համար շատ կարևոր է շունչ, արտաշունչ մի քանի անգամ, որպեսզի մենք լինենք հիմա ու այստեղ։ Ու քնելուց առաջ դա ամենահարմար ժամանակահատվածն է այսպիսի վարժանքները անելու, եւ դուք հանգիստ կքնեք, եւ ամեն օր կմարզեք ձեր սիրտը բաց մնալու վարժանքը, հա, համարեք, որ սպորտ եք անում, քնելուց առաջ, սրտի հետ կապված, եւ ամենակարևորը, որ մոտ կլինեք արարչական էներգիային կամ կակտիվացնեք ձեր մեջ արարչական էներգիան։ Լավ, գնացինք ուրեմն։ Փակում ենք աչքերը, ուրեմն խորը շունչ, արտաշունչ,
Ամեն շնչի հետ ներշնչում ենք թուլությունը, ամեն արտաշնչի հետ արտաշնչում ենք լարվածությունը։ Եվ ուշադրությունը կենտրոնացնում ենք, թե ինչպես է շունչը ներխոժում մեր մարմին և դուրս գալիս մեր մարմնից։ Շունչ, արտաշունչ ու մի քանի անգամ, որպեսզի մենք լինենք հիմա ու այստեղ։ Եվ հիմա պատկերացրեք, որ ամբողջ մի էներգիա, որը որ դուք կուտակել եք այսօրվա ընթացքում, դանդաղ հոսում է ներքև։ Պատկերացրեք այդ էներգիան։ Անցնում է ձեր մարմնով, ձեր մարմնի բոլոր բջիջներով ու անցնելով մարմնի միջով ոտքերով դուրս գալով իջնում է դեպի երկիր մոլորակ։ Թույլ տվեք, որ դա լինի ազատ։ Թույլ տվեք, որ դա լինի բնական հոսքով։ Դուք պարզապես բաց եք, դուք պարզապես խողովակ եք ու բաց եք թողնում, որպեսզի ավելորդը ձեր միջից դուրս գա։ Ուղղակի էներգիան իջնում է դեպի երկիր մոլորակ։ Հիմա պատկերացրեք, որ վերևից, ձեր գլխավերևից իջնում է ոսկեգույն լույսի հոսք։ Ուժեղ լույսի հոսք է։ Այն լցնում է ձեր ամբողջ մարմինը, ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջը լուսավորվում է։ Հիմա ձեր մեջ առաջանում է հանգիստ, փափուկ, հավասարակշռող էներգիա։ Ստացվեց, որ դուք դատարկեցիք և հիմա լցվում եք։ Եվ այս վիճակում պարզապես մնացեք ու դրանից հետո կարող եք հանգիստ քնել։ Ամեն երեկո այս պրակտիկան անելով դուք ոչ միայն մաքրում եք ձեր էներգետիկ դաշտերը, այլ նաև վերականգնում եք ձեր ներքին հավասարակշռությունը։ Ու վերջում ուզում եմ անդրադառնալ ևս մեկ շատ կարևոր թեմայի, որը որ այսօր անպայման մենք կանենք, դա կանացի և արական էներգիաների հավասարակշռությունն է։ Յուրաքանչյուր մարդու մեջ կան երկու էներգիաներ։ Դրանք, երբ որ հակադրվում են, մենք ապրում ենք ներքին հակասության մեջ, ներքին կոնֆլիկտ ենք ունենում։ Բայց երբ որ դրանք միավորվում են, ծնվում է մի մեծ ամբողջություն։ Եվ հենց այդ ամբողջությունն է, որ թույլ է տալիս մարդուն զգալ իր հենց իրական ուժը։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այդ արական ու իգական էներգիաները իրար հետ ամբողջացնել։ Այս ամբողջ ճանապարհը հենց դրա մասին է, այս ամբողջ հոգևոր վերելքը, որպեսզի մենք բոլորս կարողանանք վերադառնալ մեր ամբողջական եսին, միավորել մեր մարդկային ու հոգևոր կողմերը, ապրել հենց այդ ամբողջականությունից։ Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այսքանը լսեցիք, շնորհակալություն հայտնել, որ վստահում եք ինձ ու հետևում եք, ու կուզենամ, որ միասին փորձենք անել այս
բաժանք ասեմ ներքին իգական և արական էներգիաների հավասարակշռության բաժանքը, այդպես ասեմ։ Ուրեմն մի փոքր ներածություն սրա մասին, որ հասկանաք, թե իրականում ով եք դուք ու ինչի ենք մենք անընդհատ խոսում ես արական ու իգական էներգիաների մասին։ Ինչու ենք մենք այս ամբողջականության մասին հենց այսպես խոսում։ Ինչի է մարդը ամբողջական համարվում այն ժամանակ, երբ որ նրա մեջ այս երկու էներգիաները կամ այս երկու սկզբունքները միավորված են։ Ուրեմն մենք մեր տեսակով պետք է լինենք համ կառուցողական, համ ընդունող ու զգացող։ Եվ այս երկու էներգիաների մեջ է հավասարապես բաշխված այս հատկությունները, կարողությունները։ Ուրեմն արական էներգիան ինքը իր մեջ կրում է ակտիվություն, կառուցող հատկություն ունի, իսկ իգական էներգիան ընդունող է, զգացող է։ Դրա համար, եթե նայում ենք նաև կին տղամարդ մարդկանց տարբերությանը, ապա ավելի լավ ենք դա պատկերացնում ու հասկանում։ Շատ հաճախ մենք ապրում ենք ոչ թե ամբողջականությունից, այլ մեր միայն մի մասից։ Եվ հենց այստեղից են սկսվում հենց մեր խնդիրները։ Հարաբերությունների մեջ, որոշումների մեջ, կյանքի հոսքում։ Մարդու ներքին կառուցվածքը պայմանականորեն կարելի է ասել, որ մարդը ունի մարդկային մաս, ֆիզիկական և հոգևոր աստվածային մաս։ Իսկ սկզբունքորեն մարդը բաժանվում է երկու մասի՝ արական և իգական։ Երբ այս երկու մասերը հավասարակշռված չեն լինում, կամ այս երկու կառուցվածքները, մարդու, այդ ժամանակ մենք ապրում ենք կիսատ վիճակում, ոչ լիարժեք։ Իսկ երբ հավասարակշռված են լինում, մենք արդեն դառնում ենք ամբողջական։ Ահա ամբողջ իմաստը, թե ինչպես ենք մենք դառնում ամբողջական։ Եթե ձեր մեջ գերակշռում է կանացի էներգիան, դուք կարող եք ունենալ, օրինակ, հետևյալ հատկությունները՝ ստեղծագործել, ինտուիցիա շատ լավ կարող եք ունենալ, ձեր մեջ ակտիվ է զգայականը, արագ ոգևորվելու ունակություն կարող է ունենալ, բայց կարող են նաև լինել, օրինակ, խնդիրներ, կարգապահության պակաս, անկազմակերպություն, գործողությունների հետաձգում, սահմանների բացակայություն։ Այս դեպքում ձեր զարգացման ուղղությունն է ավելացնել այդ արական որակները, որոնց պատկանում են կառուցվածքը, կարգը, պատասխանատվությունը, կոնկրետ գործողությունները։ Եթե ձեր մեջ գերակշռում է արական էներգիան, ապա հաճախ լինում է նպատակասլացություն, ուժեղ կամք, ակտիվություն, վերահսկողություն, բայց նաև կարող են լինել, օրինակ, խնդիրները գերլարվածություն, զգացմունքների ճնշում, վստահության բացակայություն, կյանքի հոսքի հանդեպ կամ մշտական անելի, ասենք, ինչ-որ մի բան պետք է անես, այդ անելու ռեժիմն է ակտիվ ձեր մեջ։ Ու ձեզ համար զարգացման ուղղության մեջ պետք է ավելացնել կանացի որակները այստեղ, օրինակ, հանգստություն, վստահություն,
ընդունում կամ ուղղակի լինելու կարողություն։ Հիմա պատկերացրեցիք, չէ, ինչքան հակասություններ կարող են լինել, երբ որ մեր մեջ մեկ կամ մյուս էներգիան է ավելի շատ ակտիվ։ Մարդու ներսում միշտ կա պայքար այս երկու սկզբունքների միջև։ Լինել, թե անել, ընդունել, թե վերցնել, սպասել, պահանջել, խոսել, վերահսկել, ու այս պայքարը շատ բնական է։ Բայց նպատակը պայքարը չէ, այլ մեր բոլորի նպատակը միավորումն է։ Հիմա ինչն է իրականում այս հավասարակշռությանը նպաստում։ Հավասարակշռությունը մեր պատկերացմամբ մարդկային չի նշանակում 50-50, այլ նշանակում է ներքին համակարգի ներդաշնակություն, որտեղ ոչ մի կողմ չի կերակշռում ու չի ճնշում մյուսին։ Սա շատ կարևոր է։ Օրինակ, սա կարելի է համեմատել զրոյական կետի հետ, երբ ներսում չկա լարվածություն, այլ կա հանգիստ ու կենտրոնացված վիճակ։ Իսկ հավասարակշռությունը միայն մտածելով չի ստացվում։ Պետք է նկատել ձեր թուլացած կողմը, զարգացնել հակադիր որակները, գործել հենց իրական կյանքում։ Օրինակ, եթե շատ եք սպասում, սկսեք պահանջել ու գործել։ Եթե միայն գործում եք, սովորեք կանգ առնել ու վստահել դրությանը։ Եթե կա քաոս, ապա ավելացրեք կառուցվածք, այսինքն համակարգեք։ Եթե չափազանց կոշտ եք, ապա մի քիչ փափկություն համեմեք ձեր էությանը։ Ու այս ժամանակ մեզ մոտ արդեն ստացվում է ներքին միավորում։ Երբ որ մեր մեջ արական և իգական էներգիաները միավորվում են, ծնվում է նոր որակ։ Դա ստեղծագործական ուժն է, ամբողջականությունն է, ավելի գիտակցված կյանքն է։ Եվ սա այն վիճակն է, երբ մարդը և զգում է, և գործում է, և վստահում է, և ստեղծում է։ Ու այստեղից մենք կարող ենք ասել, որ կյանքում չկա ճիշտ ու սխալ։ Կա ուղղակի ձեր ներկայիս կետը, ձեր ցանկալի կետը և ձեր ճանապարհը այդ երկուսի միջև։ Պատկերացրեցիք։ Հիմա հիշեք, որ մեր նպատակը չէ դառնալ միայն արական կամ միայն կանացի էներգիաների կրող, այլ մեր նպատակն է միավորել այս երկու սկզբունքները մեր մեջ, ստեղծել ներքին հավասարակշռություն ու ապրել հենց այս ամբողջականությունից։ Հիմա եկեք մի 5-10 րոպե ընդմիջում անենք, կարող ենք թեթև զրուցել, ես կարող եմ ձայնագրությունը կանգնեցնել։ Մեր պաուզան վերջացավ, ուրեմն շարունակենք, մնանք մեր հոգևոր այս վերածննդի հենց կարևոր կետի վրա ու մի երկու բառով նաև ասեմ, թե ինչ են ասում մեր հոգևոր աղբյուրները, հիմնականում որտեղից որ մենք սնվում ենք, այդպես ասեմ, օրինակ Էմանուել Դագերը, այս դարպասները գիշերահավասարի կոչվում է, ինքը անվանում է հոգևոր և ֆիզիկական կախարդական դարպաս, որտեղ որ բացվում են երկու աշխարհների միջև կապը, որը ավելի էլի նորացման հետ է կապված, էլի։
ու ինքն էլ է ասում, որ պետք է անպայման մաքրվենք, կարգավորենք մեր տարածքը, մեր դաշտը, դուրս գանք ավելի շուտ հարմարավետության գոտուց, կոմֆորտի զոնայից, որ ասում ենք, թարմացնենք մեր առօրյա ավելի շատ այն փոփոխությունները, որոնք որ մեր կյանքում տեղի են ունենում, թարմացնենք նորով, անընդհատ փորձենք նոր փորձություններ, նոր փոփոխություններ, սկսենք ավելի շատ նոր նախագծեր, նոր վարժանքներ, որոնք կարող են իրոք ակտիվացնել մեր նոր կյանքը, բաց թողնել անցյալը ու էլի հավասարակշռությամբ բերել այդ երկու էներգիաները ու անպայման հետևել մեր սրտի ցանկություններին։ Այն ինչը որ ես ամենասկզբից ասել եմ ու կասեմ, անպայման լսել սրտի ձայնը, երբ որ գիտակցությունը մեզ ինչ-որ մի բան է ասում, մենք կարող ենք միշտ սրտով հաստատվել ու սիրտը երբեք չի խոսում բառերով, սիրտը չի ասում հա կամ չէ, սիրտը մենակ զգալով է մեզ փոխանցում ամեն ինչ։ Մենք պետք է հասկանանք էլի, այդ հան ու չեն, այդ ձեր երևակայությունն է, իրականում երբ որ դուք սրտի տարածքում ճնշվածություն եք զգում, դա նշանակում է, որ ինչ-որ մի բան չի համապատասխանում ձեր իրականությանը։ Իսկ երբ որ սիրտը ուրախությունից թրթռում է, ինքը ավելի հարմոնիկ վիճակում է, այդ նշանակում է, որ իրադրությունը կամ իրավիճակը ճիշտ է ձեր համար։ Դրա համար շատ-շատ կարևոր է, որպեսզի ճիշտ գիտելիքներ ստանաք ու ճիշտ ձևով ուղղորդվեք, որպեսզի չհայտնվեք ինչ-որ ծուղակում։ Հետո էլ ասեք, բայ ես էսպես էի, հա, բայ իմ սիրտն էսպես էր ասում։ Դրա համար եմ ասում, շատ-շատ կարևոր է ճիշտ գրագետ առաջ շարժվել։ Հաջորդ հոգևոր աղբյուրը դա մեր Սիլիա Ֆենն է, էլի խոսում է ինքը հենց այս գիշերահավասարը հավասարակշռության էներգիային է հավասարեցնում, խորհրդանշում է, որ բոլոր սեզոնների փոփոխությունը հյուսիսում ձմռանից գարուն եւ հարավում ամռանից աշուն, դա տեղի է ունենում հենց կախարդական էլի դարբասների միջոցով։ Դրա համար համարել է ինքը օրն ու գիշերը հավասար են ու այդ ժամանակ մոլորակը մոտենում է հավասարակշռության վիճակի, այսինքն դա հենց այն պահն է, երբ ամեն ինչ զրոյացվում է, երբ բոլորը գալիս են զրոյացման կետին, ու այդ ժամանակ հենց այն կետն է, հենց այն ժամանակահատվածն է, երբ մենք պետք է աշխատենք հենց մեր ներքին հավասարակշռության վրա, պահպանենք մեր ներդաշնակ էներգիաները երկրի վրա, ներդաշնակ լինենք բոլորի հետ, ու այս ժամանակ իրանք էլ են էլի խորհուրդ տալիս, որպեսզի մենք մեր շրջապատը ավելորդ բաներից, իրերից, առարկաներից, մարդկանցից, իրավիճակներից ազատենք, փորձենք ավելի նոր բաներ, կարողանանք կոտրել այն ռուտինան, որտեղ մեզ հնարավորություն է տալիս բաց մնալ, ավելի պարզ լինել, ավելի ազնիվ ու արտար լինել ինքներս մեզ հետ, այս ընթացքում նույնիսկ ինքը խորհուրդ է տալիս նոր ուսում սկսել կամ ինչ-որ ավելի շատ հոգևոր վարժանքներ անել, որպեսզի մարդը կարողանա ավելի վերև բարձրանալ, էլի նորից կապված է մեր վիբրացիաների հետ, այնպես որ շատ կարևոր բան է նաև ինքդ քեզ ընդունել, ինքդ քեզ ներել, առաջին հերթին, երբ որ մարդը կարողանում է ինքն իրեն ներել, ինքը նաև կարողանում է հեշտությամբ մյուսներին են ներել, ամենաառաջի այդ դժվար վիճակը կամ բարիերը հենց սկսվում է քեզանից, երբ որ դու կարողանաս ինքդ քեզ ներել, արդեն մյուսներին ավելի հեշտ կլինի ներել, էլի, նույնպես էլի ինքն էլ է խոսում արական ու իգական էներգիաների ներդաշնակության մասին,
և սրտի տարածքի էլի ակտիվ հոսքի մասին, որպեսզի մեր սիրտը կարողանա ընդունել, կարողանա բաց լինել ու կարողանա սրտից նաև էլի նորից էլի վերցնել ու տալ այդ էներգիաները։ Հիմա մի քանի բան էլ ասեմ, թե ինչպես պատրաստվենք այս գիշերահավասարին, որ շատ կարևոր է, այսօրվանից արդեն պետք է անցնենք գործի։ Սկսում ենք արևածագից։ Հենց վաղը, մարտի 20-ին, կանգնում ենք արևածագին դեպի արևելք և ողջունում ենք նոր սկիզբը։ Մայրամուտին կանգնում ենք դեպի արևմուտք և շնորհակալությամբ բաց ենք թողնում անցյալը։ Եթե նկատում եք, վերցնել և տալ է։ Հավասարակշռում ենք մեր էներգիաները, քանի որ օրը հավասար է գիշերվան, այստեղ բնությունը ներդաշնակվում է, և սա հենց այն լավագույն պահն է, որպեսզի մենք մեր մեջ, այսինքն վաղը նաև, դուք կարողանաք ձեր մեջ հավասարակշռել արական և իգական էներգիաները, բարձր և ցածր վիբրացիաները մեր մեջ, այդ թրթիռները, որոնք որ մեզ կբերեն իսկական բալանսի։ Եվ շատ կարևոր հանգամանք, որպեսզի մենք մեր ներսի լուսավորը և ստվերային կողմերը կարողանանք էլի հասցնել բավարար նորմերի։ Շատ հնարավոր է, որ հենց այդ օրը հանդիպի ձեր ոչ լավագույն տարբերակը ձեզ, այսինքն դուք ձեր մեջ տեսնեք հենց այն ստվերը, որը որ չեք ուզում ընդունել, հիշեք, որ սա շատ նորմալ է և ձեր խնդիրն է ուղղակի ձեզ ընդունել ամբողջությամբ, հենց այնպիսին, ինչպիսին որ դուք կաք։ Եվ ձեր լուսավոր կողմը և ձեր ստվերով կողմը։ Եվ դա ընդունեք գիտակցված ու նույնիսկ ասեք, եթե ես գիտակցված չեմ, ես դա էլ եմ ընդունում։ Պատկերացրեցիք, անպայման ձեր երկու կողմերը հանդիպում են իրար և դուք ընդունում եք երկուսն էլ որպես ձեր ամբողջական երևույթը, ձեր իրական կերպարը։ Այ հենց սա բերում է մեզ ամբողջության ու ներդաշնակության։ Հենց այսօրը կարող եք վերանայել ձեր բոլոր 2026 թվականի ծրագրերը, դնել ձեր նոր իրականության սկիզբը, հիմքը ու բաց լինել նոր հնարավորությունների համար և շատ կարևոր է նորից երևի կկրկնվեմ, կենտրոնանալ սրտի վրա և ասել, որ ես բաց եմ նոր հնարավորությունների համար, ընդունում եմ ամեն ինչ սիրով ու երախտագիտությամբ։ Ու պատկերացրեք հենց այն իրականությունը, որտեղ որ դուք ցանկանում եք ապրել։ Այսօրը նաև կարելի է տնկել նոր սերմեր, ուղղակի վերցրեք ինչ-որ սերմեր, ծաղիկի, ծառի, կապ չունի ու փորձեք տնկել։ Քարերի վրա գցեք ձեր մտադրությունները կամ տեղադրեք դրանք հողի մեջ, սերմերը պահելով ձեռքերում, կենտրոնացրեք սրտի վրա, շնչեք ձեր մտադրությունները ու դրանց մեջ, հետո ջրեք
ինչպես ձեր նպատակները կյանքում։ Այնպես որ վաղը ձեր համար միշտ ու միշտ գարնանը հենց այս օրը մտադրություն միշտ դրեք, որ դուք ինչ-որ մի հատ նոր բանի սկիզբ եք դնում, նոր սերմեր եք ցանում, թող դա լինի կապված ձեր նպատակների հետ, թող դա լինի կապված բնության հետ, այսինքն նաև ծառեր տնկեք կամ ինչ-որ ծաղիկներ տնկեք, այնպես որ կարևոր չէ, կարևորը շունչ տվեք, կյանք տվեք։ Եվ այո, վերջինը մենք եթե ցանկություն ունենանք, կարող ենք անցնել պարուրաձև կրակի միջով, բայց դա անելու ենք վաղը, այսօր չէ, որը որ էլի շատ կարևոր է։ Ամենահզոր վարժանքներից մեկն է, որտեղ հետաքրքիր ձևով կարողանում ենք անցյալից ազատվել եւ նոր ծրագրեր կառուցել։ Այսքանը։ Ու եկեք անցնենք մեդիտացիային։ Գնացինք։ Կարճ կլինի, շատ երկար չէ։ Ամենակարևորը դուք կկարողանաք հետո ձայնագրությունը լսել, վաղվա ընթացքում նորից էլի անել։ Ես կտեղադրեմ YouTube-ում։ Գնացինք։ Հիմա ես կանեմ վարժանք արական եւ իգական էներգիաների հավասարակշռության։ Երկուսն էլ, որպեսզի երկուսն էլ հավասարակշռվի մեր մեջ։ Կարճ վարժանք է, շատ ծանր չէ։ Դուք ուղղակի, որ հետո մենակ լինեք ու անեք, մի քիչ երկար արեք։ Մի քիչ երկար մնացեք կամ ավելի շատ խորը կարող եք ներս գնալ ու պատկերացնել, թե ինչերից կարող եք ազատվել, որտեղ կարող եք վերակառուցել, որտեղ փոխել, որտեղ նորը դնել, այնպես որ որոշումը ձերն է։ Գնացինք։ Փակում ենք աչքերը։ Հարմարավետ նստում ենք, որպեսզի ոչ մի բան մեզ չխանգարի, մեր ուշադրությունը չշեղի, ու խորը շունչ ենք քաշում, վերցնում ենք խորը շունչ, ու դանդաղ արտաշունչ, ամեն շնչի հետ վերցնում ենք թուլություն, թուլացնում ենք մեզ, ամեն արտաշնչի հետ թողնում ենք լարվածությունը, ու զգում ենք մեր մարմնի բոլոր մասերը, բոլոր հատվածները, ֆիզիկական մարմինը, հետո եթերայինը, հետո մեր հուզական աշխարհը, հետո մեր մտային աշխարհը, բոլորը հերթով, ինչքան հնարավոր է, ամեն մեկը զգացեք ու պատկերացրեք։ Հիմա պատկերացրեք, որ ձեր ներսում կա երկու էներգիա։ Աջ կողմում արականն է, այն շատ ուժեղ է, կայուն է, որը խորհրդանշում է ուղղվածություն, գործողություն, գիտակցվածություն։ Իսկ ձախ կողմում իգականն է, նուրբ, քնքուշ, փափուկ, հոսող, զգացող, ընդունող։ Մեկը պատկերացրու լույսի կրակ, մյուսը պատկերացրու
սիրո կրակ։ Հիմա փորձիր այդ երկուսը ուղղակի կողքից դիտել։ Ինչքան հնարավոր է ուշադրությունդ կենտրոնացրու նրանց վրա։ Սկզբում արագանը ինչպես է այդ կրակը իրեն պահում, ինչպես է շարժվում, ինչպես ես տեսնում դու այդ կրակի պարը, հետո իգականը, երկուսն էլ ունեն կրակային պար։ Հիմա նայիր, թե ինչպիսի վիճակում են նրանք, որն է ավելի շատ, որն է ավելի քիչ, որն է ավելի ուժեղ, որն է ավելի թույլ, ինչ տարբերություն կա նրանց երկուսի միջև։ Հիմա մտքով փորձիր մեղմորեն նրանց երկուսին հավասարակշռել։ Երբ որ այդ երկու կրակները սկսում են միասին միաձուլվել ու միասին բարձրանալ վերև, նրանք սկսում են ներդաշնակվել։ Մեկն սկսում է մյուսի հետ միաձուլվել ու դառնալ մեկ։ Որտեղ որ պակաս ես զգում, լցրու այդ մասը, լցրու լույսով, լցրու սիրով, որն է ավելի քիչ։ Սերը ավելացրու սեր, լույսը ավելացրու լույս, ու թող այդ երկուսը միասին իրար մոտենան, թույլ տուր, որ այդ երկու էներգիաները լինեն ամբողջական։ Հիմա միավորիր այդ երկուսին հենց քո սրտի կենտրոնում, հենց քո սրտում, ու ուշադրությունդ կենտրոնացրու նրանց վրա ու տես, թե ինչպես է այդ էներգիան լուսավորում քո սիրտը։ Սիրտդ սկսում է դառնալ մեծ արև։ Եվ խորը շունչ արտաշնչով սկսում ես խաղաղվել, հանգստանալ, ներդաշնակության գալ, ամբողջովին լցվում ես խաղաղությամբ ու դառնում ես ամբողջական։ Հիմա փորձիր զգալ այդ ամբողջությունը։ Դու ամբողջական ես, դու հզոր ես, դու լույս ես և դու սեր ես։ Դու և լույսն ես և սերն ես։ Դու հենց այդ ամբողջն ես։ Հիմա մի քիչ վայելիր այս էներգիաները, թող ամբողջովին քո սրտի տարածքում բոլոր բջիջների մեջ այս ներդաշնակությունն ու խաղաղությունը տարածվեն։ Արևը, ջերմությունը, խաղաղությունը, լույսը, սերը թող ապրի քո սրտի տարածքում։ Զգա այս էներգիաները, վայելիր, թույլ տուր, որ դու լինես և լույս, և սեր։ Ու կամաց խորը շունչ արտաշունչով զգա քո հուզական աշխարհը, զգայական աշխարհը, ֆիզիկական մարմնի մասերը ու կամաց
վերադարձի այս աշխարհ եւ կարող ես բացել աչքերդ։ Խոսեմ ես երևի, ինչ մյուսները վերադառնան։ Խոսի Նարչան։ Այ Գայ ջան, այսպես եղավ, ուրեմն ինձ բաժանվեցի այսպես երկու մասի հավասար, մի կողմս լույս, շատ լուսավոր, ձախ կողմս, աջ կողմս այդ կարմիր կրակը կար, բայց ինքը ամբողջությամբ այսպես կարիճնիվի եզրերով եզրագծված էր։ Հետո փորձեցի խառնել, այսպես լույսով ամբողջությամբ փորձում էի մաքրել այդ կարիճնիվի եզրերը։ Չգիտեմ ինչքանով, երևի էլի անեմ հետո, հա, մինչև լրիվ մաքրեմ, բացեմ։ Ես այսպես, իմ էներգիաները այսպես էր բաշխված։ Հետաքրքիր է շատ, ապրես Նարչան։ Ես կուզեմ հիմա մի քիչ շարունակենք, ուզում եմ, որ մնաք այս էներգիայի մեջ, ինչքան էլ որ ստացվել է, վաղը էլի նորից կարող եք մի քանի անգամ կրկնել, կամ արդեն եթե պատկերացնում եք, ինքնուրույն կարող եք անել։ Հիմա ուզում եմ, որ սերմը ցանելուց արդեն իմանաք, թե ինչպես մենք մտադրվենք ու ինչպես մեր մտքերը դնենք, սա էլ անենք, ու հետո նոր կարող ենք խոսել, կիսվել, ու մեր աղջիկները մյուս բաժանքները կարող են առաջարկել։ Քանի որ այս լավ էներգիաների մեջ ենք, ու մեր մեջ փորձեցինք ներդաշնակեցնել այդ երկու կարևոր էներգիաները, հիմա եկեք դնենք նոր սկզբի, նոր մտադրությունների սկզբնակետը, այդպես ասեմ, կամ սերմը, եկեք այդ սերմը ցանենք հիմա, ու ինքը թող մնա ձեր գիտակցության մեջ, գուցե կանցնի ենթագիտակցություն, բայց վաղը արդեն ավտոմատ կկարողանաք իրան ճիշտ օգտագործել։ Գնացինք նորից, փակեցինք աչքերը, ովքեր որ փակում են, ովքեր որ կարողանում են առանց փակ աչքերի անել, շարունակում ենք։ Նորից խորը շունչ, արտաշունչ, եւ այս անգամ կենտրոնանում ենք հենց սրտի տարածքի վրա։ Դու լույս ես ու դու սեր ես։ Հիմա պատկերացրու, որ դու կանգնած ես գարնանային այգում, կամ եկեք ասենք պայմանականորեն գարուն այգում։ Հողը պատրաստ է, եւ դու ունես քո ձեռքի մեջ սերմեր։ Այդ սերմերը, որ նայում ես քո ձեռքի մեջ, շատ են։ Ամեն մի սերմը մի ցանկություն է։ Հիմա մտքով այդ քո ցանկությունները ամեն սերմի վրա պատկերացրու։ Վերցրու մեկը ու դանդաղ վեր մոտեցրու քո սրտին։ Բերում ենք գարուն այգի։ Եվ ասա քո մտքում. ես ընտրում եմ այս իրականությունը։ Ու հողի մեջ տնկում ենք այդ սերմը։ Եվ վստահ եղիր, որ այն արդեն աճում է։
ու կրկնիր սա մի քանի անգամ։ Ու ինչքան սերմեր ունես, հերթով վերցնում ես, նայում ես նրան որպես քո ցանկություն, մտադրություն կամ երազանք, վերցնում ես, բերում ես սրտիդ մոտ և ասում ես. ես ընտրում եմ այս իրականությունը։ Ու տնկում ես իրան։ Ամեն մի սերմը տնկելով, հիմա սկսում ես նայել, թե քո այգում քանի սերմ սկսեց աճել։ Քանի որ մենք վստահ էինք, չէ, ունեինք վստահություն, որ նրանք կաճեն։ Ու մտքով արդեն տես, թե ինչպես է քո այգին ծաղկում։ Այգին տեսնելուց հետո, այգու տեսքը, ծառերը, ծաղիկները, այն ինչ որ կարողացար դու տեսնել, դա քո կյանքն է։ Լցված նոր հնարավորություններով, նոր նպատակներով, նոր իրադարձություններով։ Եվ հիմա խորը շունչ ու արտաշունչ ու նորից վերադառնում ենք երկիր մոլորակ։ Թույլ տվեք, որ գարունը բացվի ոչ միայն դրսում, այլև ձեր ներսում։ Այսօրվա համար այսքանը, սիրելիներս, թող բոլորիդ գարունը միշտ ծաղկի, թող բոլորդ լինեք ձեր իրականության տերը, թող բոլորդ լինեք կամ հասնեք հենց կամ ճանաչեք ձեր բարձրագույն գիտակցությունը, բոլորդ լինեք բարձրագույն գիտակցություն, որպեսզի գործեք ձեր հոգու համար գրված լավագույն տարբերակով։ Շնորհավորում եմ բոլորիս գարնանային գիշերահավասարը, նոր կյանքը, նորը, նորից, նորը, նորից սկիզբը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, Լար ջան, ապրես շատ։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ, Լարա ջան, ապրես։